հայ համանքը մինչև այսօր ոչ մեկ վնաս ունի, ոչ նյութական, ոչ ալ մարդկային, բարձրապես հայկական շրջաններում մեջ գլեսին մեր ցնտմերտ ռումպերու եւ հրտիներու ցայները եւ օտանավի ցայները, ինչպես նաեւ ԱՏՍ-ներու ցայները, ընդհանրապես մթնորդը հանդարտ է պատերազմականորեն, բայց անշուշտ բնականաբար մտահոգություն կա, բայց խոճապի ոչ մեկ երևույթ է։ Ամեն մարդ մտահոգ է, որ ինչ պիտի բերեն առաջիկա օրերը, որովհետեւ ոչ ոք կրնա գրահել ինչպես պիտի շարունակի պատերազմը։ Բայց մինչև այսօր ոչ մեկ վնաս կա, բարձրապես ցայներ գտեցին, պատերազմի առաջին շաբաթվա ընթացքին հայկական վարժարանները փակ էին, բայց անցյալ շաբաթ արդեն 16 վարժարաններ են 12-ը բնականon սկսան բացի ներընծերները, իսկ մնացած 4-ը դասավանդությունները կատարեն արցանցով։ Ընդհանրապես բավական հեռու են գարելի ինքնաշարժով 20-30 րոպե հեռավորության վրա կիլոմետրերով, այսինքն հեռու են, հիմնականի մեջ այդպես են, նայած շրջանը, այսինքն, որտեղ Բեյրութը շատ մեծ չէ եւ ընդհանրապես ռմբակոծված շրջանները Բեյրութի հարավային արվարձաններն են, իսկ հայկական շրջանները Բեյրութի հյուսիսային արվարձաններն են, այսպես Ադոր համար քիչ հերու է։ Այդ շենքը, որ ռմբակոծեցավ, կարծեմ ինչ շաբթի եւ ուրբաթ արդու երկու անգամով, գտնվի հայապնակ Բուչամուդի ծայրամասին մեջ, նավաշ գոչված շրջանի մեջ, որ հայկական բնակություն գոյություն չունի։ Իսկ շենքին մեջ նաեւ հայեր չեն բնակիր, լիբանանցիներն որ գտնագին, մոդ, այսինքն այդ ռմբակոծումը ամենամոդներ հայկական շրջաններում, բայց նաեւ գտնվի Բուչամուդի, հայապնակ Բուչամուդի ծայրամասի մեջ։